Իսրայելյան շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես հետապնդումները շարունակվում են այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանի խնդրեմ ես ամեն 3 իշխան Սաղաթելյանի տուն էին մտել խոզարություններ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ մի քանի այլ թեմաներ եք առանձնացրել Բարի օր բոլորին միշտ որ սենց տրամաբանական միտք կա էլի ասում դավաճանը եթե չի պատժվում դա նոր դավաճանություններ է էլի դե խնդրեմ նոր դավաճաններ են ծնվում հանցագործները եթե չեն պատժվում պատասխանատվության չեն ենթարկում նոր հանցագործություններ է բանանում դատեք որ չդատվեք այս իմաստն է այսօր մեր ամեն մեկս այսօր որ սենց նայում ենք իրականությունը սենց տեսնում ենք տարբեր մարդկանց ձեր բակալում են տարբեր մարդկանց ճնշում են տարբեր մարդկանց փորձում են լռեցնելու բայց ընդհանուր խորքային բովանդակային իմաստը պայքարի հայ լինելու համար է քրիստոնյա լինելու մնալու համար է եթե ընդհանուր վերցնում ես ում են դատում ինչի համար են դատում այս ներկա իշխանության օրոք հայմատաբար ներկա իշխանությունը իր արած հանցագործությունները դավաճանությունը սեփական ազգի նկատմամբ ընդհանուր sense մի հատ աննորմալ մթնոլորտ է ձևակերպում որ ում պիտի դատեն բայց ում են դատում կամ ում պիտի պատասխանատվության ենթարկեն բայց ում են պատասխանատվության ենթարկում սա ես նորից ասեմ նմանատիպ պահվածքը ամենամեծը դա մեծ վախ դրանց մեջ այդ բանն է որ միջև օրս էլ թե ընտրություններից առաջ թե ընտրություններից հետո միջև օրս էլ որ դրանց մեջ տիրում է հիմի այդ նմանատիպ process-ները նմանատիպ գործողությունները շարունակական է լինելու ինչի համար որովհետև Ադրբեջանի պահանջները իրականություն դարձնելու համար երկրի մեջ պիտի նմանատիպ ռեպրեսիաների ենթարկվի որ ասեմ ազգի կեսից շատը Այսօր որ մենք ունենք տվյալներ, որ 700,000 մոտավորապես ընտրություններում ձայն տվող ընդդիմադիր դաշտի կողմը 700,000 մարդուն նմանատիպ խոսքի բան է սպասվում, որովհետև մի մարդուն ձերբակալելով, 100 մարդու ձերբակալելով, սա հարցի լուծումը չի, իրենց ես բան անեմ, էլի ներկայացնեմ, որովհետև 100 մարդու ձերբակալացնելով 1000-ն է ծնվելու, 1000 մարդու ձերբակալելով 100,000-ն է ծնվելու, ստեղ հարցը այկակրած են իրական արժանապատվության, իրական արդարության այդ պայքարի ճանապարհն է։ Ստեղ հաղթողը երևալու է։ Եթե թշնամին սրանց հաղթել է, թելադրում է, եթե մենք հաղթենք, արդեն թելադրողը մենք կլինենք։ Պատկերացնում եք, այս իրավիճակում սրանց կողմից, ներկա իշխանության կողմից այն ուղղության վրա ինչ աշխատանքներ են իրականացնում, դա սեփական ազգի կրկնապատիկ նվաստացման, սեփական ազգի կրկնապատիկ ստորացնելու բանն է, ճանապարհն է։ Սա մենակ ողջունում են Ադրբեջանի մեր պատմական թշնամու կողմից ղեկավարները, որովհետև ինչ ձերբակալումներ ստեղ լինում է, միանգամից նրանց լրատվականները արձագանքում են, միանգամից նրանց լրատվականները մեկնաբանում են, ու այդ մեկնաբանություններով էլ ողջունում են ներկա իշխանության դրսևորումը, ներկա իշխանության պահվածքը, բռնելով, ճնշելով, ինչ որ ձևի ստիպելով լռեցնել չի ստացվելու, հասկանում եք դուք այդ ձերբակալողները, դուք այդ հրահանգներ տվողները, դա ձեզ չի փրկելու խուսափելու ձեր պատասխանատվությունից։ Ոչ մեկս ոչ մի բանից չենք վախում, դուք դա չեք կարող հասկանալ։ Մարդիկ կյանք են զոհաբերել հող պահելու համար, սուրբ հող Արցախը պահելու համար, սահման պահելու համար, հայ լինելու համար կյանք են զոհաբերել։ Այսօր ձերբակալելու համար կամ ինչ որ ճնշումի համար մենք պիտի դրանից վախենք, վախողը դուք եք։ Այդ վախն է ձեզ ստիպում գնում եք այդ ձևի ճանապարհներով, այդ ձևի միջոցներով մեզ փորձելու, որովհետև ուրիշ ձեզ բան չունեք, գործիք չունեք, այդ գործիքով որ մեզ գործիքը արժանապատվությունն է, որը չունեք դուք։ Գործիքը ձեր հայ լինելն է, քրիստոնյա լինելն է, որը դուք չունեք, չեք կրում դուք ձեր մեջ, որովհետև որ դուք կրեիք, որովհետև դուք որ այդ կերպարները լինեիք, նմանատիպ մարդկանց, նմանատիպ հասարակության մեջ ուրիշ քարոզարշավ կտանեիք, ուրիշ ձևի ազգին արտնացնեիք, ուրիշ ձևի վերածնունդ կլիներ։ Այդ ինչ կատարվում է, դա թշնամու միշտ երազակն է եղել։ Այն հայերը, այն ժողովուրդը, որ իր սուրբ հողից,
ստիպված ուժի կիրառումով հեռացելը այն նմանատիպ պահվածք ա եղել պատմական թշնամու կողմից։ Հիմի մայր հողում գտնվելով ձեր նմանները մեր այս մայր հողում այդ նույն բանով, այդ նույն ձևաչափով, այդ նույն մոտեցումներով ստիպում են, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, գիտակցող հասարակությունը, որ այն իրական հայը, որ հələ որ կա, նորից եմ ասում, ու քիչ չի, 100 հազարավորները որ կան, փորձում են այդ մարդկանց լրացնել տան, չի լինելու։ Արցախի հարցի փակումը ձեր մոտ չի ստացվել, չի լինելու դա։ Այն օր էլ մի հատ ականատես երեք եկած Արցախի դրոշը բանից էլի նորից հանել են այն հրապարակից են բանի։ Հիմա այդ Արցախի դրոշը իմ աչքի առաջ միշտ թուրքն էր հանում։ Ինքը տրիապետելով այդ տարածքին, ինքը այդ Արցախի դրոշը դեղից հանում էր։ Արցախի դրոշը հայ ձեռով հանելը դա խոզի տղու պահվածք է, ասեմ ձեզ։ Այդ դրոշները հարյուրավոր, հազարավոր դրոշներ Արցախի դրոշներ երրաբլուրում են ծածանվում։ Նմանատիպ մարդու գնալ Արցախի դրոշը հանելու ինչ որ մի տեղից, դա անբարոյական, որ ասում մի հատ նենց ընկած որ ասում անբարոյական են ամենացածր բանի տիրապետող մարդու պահվածք է։ Այդ դրոշով հանելով չի ձեր էությունը կամ էլ ինչ որ մի հատ 2 կոպեկի շահի պատասխանը, արժանապատվությունն է դա։ Այդ դրոշով ինչ առաջնորդվել են հերոս բանի մարտի դաշտում հաղթանակներ կրել։ Այդ դրոշի տակ ինչքան տղերք են իրենց զոհաբերել։ Այդ պատոնուկներ, այս սերիկաներ, խնդիրը դրոշի մեջ եք դրել։ Դրոշով եք ապացուցում կամ ցուցադրում կամ ինչ որ մթնոլորտ ուզում ձևակերպել, անունն էլ դնելով խաղաղություն կամ անունն էլ դնելով արժանապատիվ հայի ապրացի ապագայի ինչ որ կերպար չի լինելու։ Դրոշնել ուզեք բանանեք ինչ որ ուզեք հակահայկական թուրքի թեզը առաջ տանելով դուք ամեն ձևի դատապարտվելու եք։ Այսօր ի պաշտոնե կարող է ձեզ հնարավորություն ունեք, այսօր ի պաշտոնե դուք կարաք խոսեք այն բառերը օգտագործեք, որ դուք չեք կարա իրականում մարդու աչքի նայելով ոչ ի պաշտոնե խոսեիք, որովհետև ձեր այդ տղայությունը չունեք։ Ավինյանը այն որ մատա թափ տալիս Ավինյանն նման մարդը, որ սես նայում ես դեմքից, կերպարից մի հատ տղամարդու էության կերպարել չի ձևակերպում։ Մատա թափ տալիս ասում է կերտելու եմ, սատկացնելու են, կես ենք անելու, են ենք անելու։ Արա այդ տղա, ի պաշտոնե ոռ ունես, ի պաշտոնե կաղնու այդ տղորց դեմքին նույն բառերը ասի։ Այսօր քո բերանում լեզուտ ինչն ա դրել, կամ կարող է գիտես թե հավերժ պաշտոնում եք լինելու։ Ամեն մի բառի, եթե դուք բառ արտահայտելու իմաստը չեք հասկանում, եթե դուք բառեր, խոսույթներ օգտագործելու, դա իրական չգիտեք կյանքում դրա պատասխանները ոնց ա լինում, այդ չիմանաք, որ դա ժամանակի ընթացքում մոռացության են տալու։ Արցախի հանձնումը, Արցախի հազման ողջունելը ձեր կողմից, ամեն ինչի դա օրը գալու է պատասխան տալու։ Այսքանը ժողովուրդ անպատիժ լինելուց է, այսքան ինչ լինելու ինչ կա, սրած դավաճանության, թշնամության, իր սեփական ազգի նկատմամբ անպատասխանատվության բաներից է։ Այսօր որ այդ մարդկանց ձերբակալում են կամ ում էլ ձերբակալում են, վաղը նույնը ամեն մեկի հետ է կատարվելու, եկե դու հակասես դրան։ Կապ չունի Արցախի հարցով ես հակասելու, կապ չունի ինչ հարցով ես հակասելու, եթե դու ձեզանից մեկը ինչ որ մթնոլորտում, թե սոցիալական հարցերի հետ կապված է, թե բիզնեսի հետ կապված է, եթե դու դրանց հակասես, մատ են թափ տալու մեկի վրա ասելու են, քերելու ենք ձեզ, սատկացնելու ենք ձեզ։ Մի իմացեք, որ դա հասցեատերները առանձին մարդիկ են։ Դրանք են մարդկանց են այսօրվա պարագայում այդ բաները ցույց տալիս, ով հակասում է իրանց, ով խոչընդոտում է իրանց թուրքամետ մոտեցումները, ով ամեն ինչի իր պայքարով իր էությունը հայի արժանապատիվ կերպարն է ցուցադրում։ Այն ժամանակահատվածում մենք տեսանք ինչ կատարվեց, ու այսօր միջև օրս մին պատժած մի հատ պատասխանատվության ենթարկած մարդ չտեսակ, բայց չեք տեսնում ովքեր են սրանք։ Բա մարդիկ նախաձեռնողները, մարդիկ իրանց ձեռով այդ կործանարար պրոցեսները իրականացնողները այսօր ոնց կարան մարդ դատեն կամ էլ ինչ որ մեկին պատասխանատվության ենթարկեն, որովհետև ամեն ինչ ձևի բան են անում, գնում է իրանց վրա է դուրս գալիս, որ հորդորողներ են իրանք եղել, հրահանգ տվողներ են իրանք եղել, հրամայ տվողները ամեն պարագայում էլ կործանման, պարտության բոլոր ամեն պարագաներում իրենք են այդ հրամանները տվել, իրենք են պատասխանատուները։ Այսօր էլ որ այդ պատասխանատվության չենթարկեն,
այն հասարակությունը, այն ժողովուրդը, որ իրենց դեմակայնում, որ իրենց պատժում բանանում, աշկները հանում է, որ իրենց ամեն ձևի աշկներին հանած վրասմա նվաստացնում է, իրենց այդ մտավախությունը, այդ վախը ստիպում է գնում են այս ձևի քայլերի։ Ես մի քանի նշումներ եմ արել, որ խոսքի ընթացքում մոռացա չտամ։ Եվրոպայի մարդու իրավունքների Եվրոդատարանը քանի երրորդ անգամ է որոշում կայացնում Արցախի հիմնախնդիրը, որ չի փակվել, Արցախի հիմնախնդիրը կարևորացնելով, բացի դրանից Դատարանի որոշումով Ադրբեջանին անվանում են հանցագործ պետություն, դատարանի որոշումով Ադրբեջանի այդ ժամանակահատվածում իրաց դրսևորումներով ամեն ձևի դատապարտում են ու հետագայում էլ ես գիտեմ թե բոլոր այդ հարցերի շուրջ հələ ավելի մեծ մասշտաբով են մոտենալու այդ հարցին։ Այս ներկայիշխանությունը մի բառ էլ չի խոսում, մի ողջունում էլ չի այդ մոտեցումները։ Եվրոդատարանը պատկերացնում եք տարբեր երկրների ղեկավարներ, տարբեր երկրների այդ կառույցները դատապարտում են պատմական թշնամու պահվածքը մեր երկրի, մեր ժողովրդի նկատմամբ, սես կոչված այս գլուխները այսօրվա պարագայում իր ժողովրդի շահներ չի պահում, իր ժողովրդի արժանապատվություններ չի բանանում, գնահատում կամ էլ ինչ-որ արձագանքում, անուն դնելով, որ խաղաղության ինչ որ բանը մտնոլորտը չփոխտորեն, խաղաղությունը գնա իրականություն դառնա։ Ձեր խաղաղությունը այսօր արևմտյան Ադրբեջանի հարցի լուծումն է։ Ձեր բերած խաղաղությունը սահմանադրությունն է ասում, փոխեք, որ դա խաղաղություն լինի։ Ձեր ասած խաղաղության մասին Ադրբեջանի տարածքում գտնվող այդ հորինած այդ արևմտյան Ադրբեջանի իրականացման մասին է խոսքը գնում։ Դուք չեք ասում, նրանք են ասում, էդի ներքին լսարանի համար չի, այ ալեն, էդի որ միշտ ասում ես նա ասում է, դա պետական մակարդակով արդեն ծրագիր է, պետական մակարդակով իր հանրությանը ժողովրդին ներկայացնում է իրաց հետագա անելիքների մասին, դու ել եկած տեղ ինչ Ադրբեջանի կողմից խոսում են, ասում եք դուք եք այդ խոսույթը առաջ տանում, արա բա որ տղա ես խոսքի դուք տղերք եք, բա ձեր ասացի խոսքի խիչ եք դեր կաղնել, դուք էլ եք շատ բան ասում, բա այդ ասածը խիչի իրականություն դառավ, հետո այսօր եկած էլ հակասում եք դրան ձեր ասած խոսքերին, այդ դա է իրականությունը, խոսքի տեր կաղնելն է իրականությունը, խոսքի տեր կաղնելն է արձանագրում արդյունքները, ուրիշ ոչ մի բան, նրանք որ ասել են Արցախի նկատմամբ, որ ես մեկ եմ ույսը դուք էլ ժամանակ են ուրիշ բան եք ասում, Արցախը հայկական է ու վերջ, հիմի ով իր խոսքին տեր կաղնեց, հիմի ում ենք հավատում, ում պիտի լսենք, կամ էլ ում պիտի այդ ասած մտքերը ընդունենք որպես մարտահրավեր, դրա համար որ գիտակցող մեր հայ հասարակությունը թշնամուն լսելով մենք գիտակցաբար հասկանում ենք որ պատերազմը անխուսափելի է լինելու ուզում ես ոռտել ճղե դու այդ պահանջները պիտի բավարարես նա ասում է պիտի այդ պահանջները բավարարես եթե դու այդ պահանջները չբավարարես նա ասում է տարբեր միջոցներ եք ձեռնարկելու տարբեր միջոցները պատերազմն է Այն պատերազմն է, որ դու սարսափում եք, խուսափում եք, բայց դա այն պատերազմն է, որ պիտի պաշտպանես դու քո տունը, քո հայրենիքը, ոչ թե դու ես հարձակվում։ Ժողովուրդ, ձեզ էլ եմ ասում, այդ վախի մթնոլորտը ձեր մեջից գցեք, ամոթ արա, այնքան հաղթանակներ տարած ազգը, այդ նույն պատմական թշնամու նկատմամբ այսօր եկած այս Սրիկանեն Նիգազյանների խոսույթի վրա եք ձևակերպում ձեր վաղվա ապագան, արա ինչ ապագայի մասին եք խոսում, ապագան դու պիտի ստեղծես, ապագան դու պիտի կերտես, ոչ թե ուրիշի տված խոստումներով կամ ուրիշի տված պահանջների իրականացնելով, այս սա է իրականությունը, հանրություն, հասարակություն ձեզ եմ ասում, այսօրվա պարագային, որ սրանց դրսևորումը ամեն ձևի փորձում է մարդկանց ճնշելու կամ մարդկանց էլ ինչ որ բանանալու որ ասում թե ձեր բակալելու է թե բանանելու է որ ասում տարբեր միջոցներ էլի խոսքել չես կարող գտնել սրած ամեն օր մի բան եմ մտածում մի ուղությունով մինձևի որ ասում տարբեր մարդկանց էլ փորձում լրացնել տան այսօրվա պարագայում մեր ամենամեծ հզոր զենքը Արցախի հիմնախնդիրն է Արցախի ժողովրդի իրավունքն է Ադրբեջանի պետության մեջ արևմտյան Ադրբեջանի գոյություն ունի այդ կառույցը, դա ուրեմն մեր երկրի, մեր ժողովրդի համար բան չի, սպառնալիք չի պատերազմի կամ տարածքային պահանջ չի, բայց մեր Արցախի իրական եմ ասում, նրանցը հորինած մեր իրական, Արցախի իրական
կառավարությունը, իրական իրավունքները ժողովրդին, այսօր մեստեղ ամեն ձևի ճնշում են կամ փորձում են այդ հարցը փակեն, անունը դնելով հակամարտության ինչ որ բան, կամ էլ պատերազմի առիթ։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, այն որ դու քո մայր հողում ապրելով քո իրավունքներն ես բարձրաձայնում, դա ասում է պատերազմի առիթ է, բայց պատմական թշնամին իր ամեն հորինած ձևակերպած բաները սա անվանում է խաղաղություն կամ անվանում են ինչ-որ, ու նկատեք, որ խոսքի ուշադրություն եք դարձնում, սրանց իրենց պահանջները հողերի հետ կապված, իրենց իրավունքների հետ կապված, սրանց անվանում են դրա զուգահեռ բանը սոցիալական, նյութական, ինչ-որ կոմունիկացիայի բանով, դուք պատկերացնում եք տարբերությունը ինչի մեջ է, դու իրավունք ունենալու, հայ լինելու, քրիստոնյա մնալու համար խոսքի պայքարում ես, նրանք էլ այդ իրենց կողմից պահանջները ներկայացնում են, որ մենք մեր այս տարածքը այդ անունը դրած հորինած Ադրբեջանակ, Արևմտյան Ադրբեջան կամ իրենց այն մնացած սահմանադրության այդ հռչակագրի փոխումը կամ վերացումը բանը անվանում են դրա փոխարենը ձեզ նյութական բենզին տան, փորներդ գուշ լինի կամ էլ ինչ-որ ուրիշ սոցիալական կամ շահի հետ այդ նյութական շահերի հետ կապված հանգամանքներն են այսենց զուգահեռ ներբանանում առաջադրում հիմի այսօրվա սրանց կողմից ներկայացրած ամեն այն տված սուտ խոստումները մենք իրականում այդքան հիմար պիտի լինենք կամ այդքան մեր էությունը, մեր ինքնությունը կորցրած մարդ պիտի լինենք, որ հավատանք կամ ընդհանրապես ինչ հավատաս, ընդունելի բաներ չեն ասում։ Ոչ թե հավատում է սրանց տված խոստումները, այլ ընդունելի միտքեր չեն ասում։ Սրանց ամեն միատ արտահայտությունը այսօրվա պարագայում մենակ Թուրքի շահերը, ադրբեջանցու շահերն է, պատմական թշնամու շահերն է, այս տարածքում թե մեր ազգի նկատմամբ առաջ գնում։ Հաջորդ հարցի կապակցությամբ այս քաղաքական բանում, որ այս իրավիճակը հայտնվել է թե ընտրությունների հետ ընթացքում, մինչև ընտրությունների ընթացքում, ընտրություններից հետո, այստեղ զարմանալի բան չկա։ Հասկանալի է, որ սրանք պետական մակարդակով բոլոր ուղղությունների վրա այդ կառույցների շնորհիվ ամեն ինչ արել են, ամեն ինչ անելու են, որ իրենց աթոռը պահեն, որ ասում է իրենց հետագա, որ ասում է այդ բանի համարել շարունակեն այդ հարաբերությունները թուրք թշնամու հետ։ Հասկանալի է։ Այսօրվա պարագայում էլ սրանց ամեն մի դրսևորումը մեր համար չպիտի զարմանալի լինի։ Այսօրվա պարագայում մեր ընդդիմադիր դաշտի հավաքական բանը, այդ միասնությունը մենակ դա է, միայնակ փրկությունը, պայքարը շարունակելու ու բացի շարունակելուց նպատակին հասնելու։ Հավաքական ընդդիմադիր դաշտ, այդ պիտի ձևակերպվի։ Ու այդ հավաքական ընդդիմադիր դաշտը ձևակերպելով, ստեղ արդեն հարցը չի դնվում, ինչ պարագայում, ինչ դրսևորում, նպատակը մեկն է։ Խոչընդոտել, խանգարել ներկա իշխանության բոլոր ծրագրերը, որը հայանպաստ չի։ Խոչընդոտել, խանգարել ներկա իշխանության բոլոր են թեզերն է, բոլոր են պլաններն է, որը մեր տանում է մեզ կործանման, որը տանում է մեզ էլի նորից ստորացման, որը տանում է իր ազգի ինքնաոչնչացման։ Էսի գիտեք որ ասում, ինքնասպանության մենք բանում ենք, ճանապարհի վրա ենք, ուրիշ բան չկա։ Այսօր սրանք ինչ ներկայացնում են, իրանց բանով, իրանց ներկայացրած ձևը հարցի լուծումն են տալիս։ Ժողովուրդ նորից մի բան ասեմ ձեզ, սրանք ոչ թե ասում են հարցի լուծումը չկա, այլ իրանց ղեկավար լինելով հարցի լուծումը ասում այս սա է, բայց դա չի նշանակում որ այդ հարցերը լուծումներ չունի։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցի լուծումը մենակ մի պարագայում է։ Ուստեղ մենք ամենօրյա ռեժիմով բոլոր պարագաներում, բոլոր ուղղության վրա չպիտի ընկճվենք, չպիտի կոտրվենք, որովհետև արժանապատվությունը նորից եմ ասում, իքո էությունը, կերպարը մարդ լինելու համար, սկզբունքներ պահպանելու համար, ազգային սկզբունքներ պահելու համար, ամեն մեկս պիտի լինենք առաջնագծում պայքարի։ Այսօրվա ժամանակ դա հպարտության առիթ է, ասեմ ձեզ։ Դա հպարտության արժանապատվության առիթ է։ Ամեն մեկը իր դրսևորելով իր դերակատարությունը ցույց տալով ներկա ժամանակները։ Ու այդ դրա միջոցով ու այդ ուղղության վրա մենակ այդ աշխատանքներով մենք կարանք իրական ինչ-որ փոփոխություն մտցնենք կամ իրական վերականգնենք այս տարածաշրջանում մեր դերակատարությունը։ Արցախայության մասին էլ միշտ որ ոնց ասում է
Առանձին ես իմ սիրելի արցախցիներին պիտի դիմադրենք, պիտի հաղթահարենք։ Դժվար է, բայց մենք այնքան դժվարություններ ենք անցել, մենք այնքան տառապանքներ ենք անցել, մենք այնքան ցավ ենք բանարել, որ այսօրվա իրավիճակում այս իրավիճակը հաղթահարել ինքը արժի։ Այս իրավիճակում մենք վերականգնել կամ չկոտրվել է ինքը արժի։ Դրա համար ձեր բոլորիդ եմ ասում, արցախցիներ, սիրելի արցախցիներ, համատեղ Հայաստանաբնակ ժողովրդի հետ, մեր հայ ժողովրդի, հայ ազգի հետ, Սփյուռքի հետ միասին ոնց որ եղել է միշտ, որ ասում եմ երրկողմանի տենց ձևաչափով առաջ ընթացք, հաղթանակներ արձանագրել, նույնն էլ այս պարագայում մենք պիտի ասենք։ Ես փոքր ուզում եմ անդրադառնամ Արցախայության մեջ գտնվող մի քանի պատոնիկներ, սերիկաներ կան, որ այսօրվա պարագայում ինչ որ ժողովրդի մեջ բաներ են փորձում կեղտոտություն մտցնելու կամ էլ ինչ որ ներկայաշխանության բանին, որ ասում եմ, համագործակցության ողջունելի ինչ որ բաներ են ասում։ Տղեր, նայեք, ես ձեզ մի բան եմ ասում։ Խոսելը կամ բառ արտահայտելը դա չիմանաք, որ միտեղից կամ Facebook-ից կամ միտեղից դուրս ես գալիս այդ խոսքը, այդ բառը արտահայտում։ Ամեն մի խոսք առանձնապես Արցախահայ լինելով, խոսք ասելով, ու այդ ձևի կեղտոտ, ու այդ ձևի հակաարցախյան, հակահայկական ձևակերպումով ոչ մի բան ձեզ չի արդարացնելու։ Ոչ մի բան նորից եմ ասում ձեզ չի արդարացնելու։ Դուք ունենալու եք հետագայում ձեր համապատասխան, որ ասում եմ, բանը, պատիժը։ Պատիժ հասկացողությունը, նորից եմ ասում, դրանով էլ մի վերցրեք ինչ որ մտքեր գեներացրեք։ Ձեր պահվածքն է այդ պատիժը։ Արժանանալ է ձեր պահվածքին, դա այդ պատիժի մասին է խոսքը գնում։ Քանի դեռ շատ ուշ չի, նորից եմ ասում, այն ժողովրդի այն մասի այն հատիկները, այն սրիկա մասի հատիկներին եմ ասում Արցախայության, որ այսօրվա պարագայում ես ինչի համար անդրադարձա, որովհետև ահագին տեղերից բաներ են բանանում, ցույց տալիս կամ ուղարկում, ես տեսնում եմ, մինչև սկզբից հələ ուզում ես հասկանա սրա հայ լինելը, չլինելը, հետո արդեն մի հատ էլ հասկանա սրա արմատները որտեղից է, ու իմանալը, որ ինքն էլ առանձնապես Արցախը հայի արմատները, կամ դեղել ապրած, ծնված, այդքան լոխանցած, այդքանից հետո էլ ասնելուց հետո էլ պատերազմներն է, զոհված ընկերներն է, այն իր հորմոր գերեզմանն է դեղ լինելու, այսօր եկած 2000-3000 դրամի համար բերանը բացում է ու կեղտոտ ու հիմար ձևակերպումով է ներկայացնում թե Արցախահայության մասին, թե Արցախի հիմնախնդրի մասին, թե դրա լուծման կամ չլուծման ինչ որ պարագաների մասին ու ներկայաշխանությանն էլ ողջունում է, ներկայաշխանությանն էլ ամեն ձևի, որ ասում եմ, աջակցում են։ Ժամանակը գալու է բոլորդ պատասխան եք տալու։ Նախորոք ասում եմ, մի բառ արտահայտելու համար 1000 անգամ մտածեք, հետո ասեք ինչի մասին է խոսքը գնում։ Մնացած հարցերի հետ կապված ընթացքում, այս process-ների ընթացքում մենք պիտի դերակատարությունով աշխատանքներով ցույց տանք։ Նորից եմ ասում, փողոցը, հարցի լուծումը այսօրվա պարագայում փողոցն է։ Դա թե մի օրվա մեջ, թե մի ամսվա մեջ, դա կգեներացվի, ու ես գնում եմ, գիտեմ, տեսնում եմ, որ ճանապարհը դա է, ու գնում եմ բոլորը դրան, այդ փողոցը գեներացվելու է ու փողոցով եկածները փողոցով շպրտվելու են։ Ուրիշ ձև չկա այս հարցի լուծումը, որովհետև օրինավոր դաշտ չկա, օրենքը խախտված է, սահմանադրությունը ոտնահարած է, մեր իրավունքները ոտնահարած է։ Օրենքի դաշտում, քաղաքական դաշտում ինչ որ լուծումներ, սենց պարագաներով, ընտրություններով սկսած կամ ինչ որ ընդդիմադիր այս բանով հայացքներով խոսելով բանանով հարցի լուծում չի լինելու, սրանց ձեռ է տալիս, որովհետև այս պարագայում մտնում ենք իրենց դաշտը, այս պարագայում մենք շարժում ենք իրենց օրակարգով, բայց այս հիմիկվա իրավիճակը լրիվ պահանջում է ուրիշ մոտեցում, ուրիշ որոշումներ, այդ որոշումները կախված է հիմիկվա ներկա ընդդիմադիր դաշտում իրական ընդդիմադիր ղեկավարներից կամ իրական ընդդիմադիր առաջնորդ բանանող մարդկանցից։ Մեզանից, ձեզանից ամեն ինչ կապված է այսօրվա պարագայում վաղվա օրվա հարցի լուծումները։ Եթե մենք մեր դրսևորեցինք իրական պայքարող իրական հայ, ես վստահ եմ հարցի լուծումները լինելու է։ Եթե մենք դրսևորենք մեկ իրական արժանապատվություն ենք ուզում վերականգնենք, իրական Հայաստան հայ մայր հողը պահպանելու համար, դա բոլորը գալու է իր հաղթանակին, իր նպատակին հասնի։ Բայց նորից եմ ասում, այն ընդդիմադիր դաշտում գտնվող կեղտոտ, սրիկա, պղծված քաղաքական սպեկուլյանտները ռադներդ քաշեք, մաքրվեք, դուք վաղվա օրը այս
ժամանակահատվածում ընկնելու եք ոտի տակ, ու այս ժամանակ էլ ձեզ էլ է մեծ խնդիրներ առաջանալու, քանի դեռ բոլորիդ համար ուշ չի, տղերք, ժողովուրդ, պատմական թշնամու հետ մեկ խնդիր ունեք, հասկանում եք դուք, պատմական թշնամին ստեղ չի նայում, ով է ընդդիմադիր, ով է այս մեկը, ով է մյուսը, պատմական թշնամու համար բոլորս հավասար ենք, որովհետև նպատակը նրա հայի վերացումն է, հայի վերացումը իր համար խաղաղության վերականգնումն է, սրանք էլ նրանց հետ միասին խաղաղությունը ուզում են վերականգնեն մեր հայ հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր պետությունը վերացնելու իմաստով, սրանք բան են, նյութապաշտ են, սրանք ազգություն չունեն, սրանք կրոնական պատկանելություն չունեն, սրանք միած սեկտա է, որ այդ սեկտայի հիման վրա իրենք ամեն ինչ դեղ արդեն շահնա, փողնա, լավ ապրելակերպնա, կամ էլ ես մեկ եմ ույսը, մարդկության մեջ տես բանա անընդունելի է, տարբեր երկրներում ամենահզորը առաջնայինը ազգային սկզբունքները օրակարգով շարժվելն է, բոլոր երկրները կռվում են, մի հատ տեսեք ոնց են կռվում իրենց ազգային շահերը պահելու համար, ոնց են պայքարում իրենց ազգային շահերը պահելու համար, թե կռվի դաշտում է, թե քաղաքական դաշտում է, թե դիվանագիտական դաշտում է, մի հատ տեսեք ոնց են կռվում մինչև վերջի արյունը, որ ասում է, բայց դա կռիվը, այն կռիվը չի, որ դու ես հարձակվում, այն հարձակվողը, որ քեզանից ուզում է խլի քո ազգությունը, քո կրոնական պատկանելությունը, քո ինքնությունը, այդ դու դրա դեմ ես պայքարում։ Հիմա մենք այսօր կռվում պայքարում ենք արտաքին թշնամու ու ներքին թշնամու դեմ, դրա համար մեզ համար մի քիչ դժվար է, բայց այդ դժվարությունները հայ լինելով, հայ ազգ լինելով, մենք կարողանալու ենք հաղթահարել, որովհետև ունենք հազարամյա տարիների պատմություն, որովհետև մենք դրան արժանի ենք, որ ունենանք էլի հազարավոր տարիների պատմություն, այդ դրա համար այդ արժեքը առաջնային հաշվեք ու ամեն մի պարագայում որոշում կայացնելով կամ էլ ամեն մի քայլի մեջ առաջի հերթին մի շահի որոշումը մի կայացրեք, ինչ որ օգուտ քաղելու որոշումը մի կայացրեք, որովհետև եթե դուք դրանով առաջնորդվեք, այս ցավը դարդը վաղը ձեր դուրն էլա ծեծելու, չիմանաք որ դրանից դուք խուսափելու եք կամ հələ որ այդ ցավը որ ասма չի ասել ձեզ, այլ չհասնելու համար ազգային համախմբվածության շնորհիվ կարողանալու եք համ դիմադրենք, համ ջախջախենք, համ վերականգնենք մեր հայ արժանապատվությունը։